այսօր եւս տեսնում ենք այստեղ եք, դուք առհասարակ բավականին ակտիվ եք, ինչով է պայմանավորված ձեր այստեղ լինելը, արդյոք դուք կուսակցական եք, Ուժեղ Հայաստանի Ես Ուժեղ Հայաստանի ոչ կուսակցական եմ, թիմի անդամ չեմ, ես պարզապես եկել եմ աջակցելու հայ կնոջ Գոհար Ղոմաշյանին, որին 15 տարուց ավել ճանաչում եմ ու չեմ կարող պատկերացնել, թե ինքը ընդհանրապես ինչ-որ մի անօրինական ինչ-որ բան արած լինի։ Ուղղակի իմ Ինչով եք պայմանավորում այս ճնշումը։ Սա բնականաբար ես նախ միջև այդ ասել եմ, որ ընտրություններից առաջ պետք է լինեն բռնաճնշումներ, սա ըստ ամենայնի հիմա մեր փաստաբանները ավելի հստակ կասեն, իհարկե ես դասում եմ սա քաղաքական բռնաճնշումների շարք, մենք տեսանք բազմամարդ հանրահավաքը մի քանի օր առաջ եւ հասկանալի է, որ այս ուժը մենք ազգային ժողովում պետք է 3 ուժ չէ ունենանք, առնվազն 3 ուժ եւ այստեղից պարզ երևում է, որ Ուժեղ Հայաստանը այն ուժերից է, որը միանշանակ պետք է անցնի ազգային ժողով։ Սա արդեն պարզ է, ցանկացած պարագայում ինքը անցնելու է։ Թեպետ ես չեմ հավատում, որ այս ուժը, որը սահմանադրություն է խախտում, քանի անգամ տեսել ենք, նաև այն դեպքում, երբ եկեղեցու ներքին գործերին է միջամտում, սա կոպիտ խախտում է մեր սահմանադրության, մեր հոգևոր արժեքների, մեր պատմական այդ հզոր ինստիտուտն է, չէ, եկեղեցին, որը միշտ էլ պահպանել եւ վերականգնել է մեր պետականությունը, մենք այդ ամենը տեսնում ենք եւ ինչ որ հույս ունենալ, թե կարող է արդար ընտրություններ անցկացվեն։ Ես դրա հույսը չունեմ ոչ 21-ին, ոչ հիմա, արդեն իսկ տեսնում ենք ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործում եւ բազմաթիվ ավելի բազմաթիվ Ուժեղ Հայաստանի թիմակիցներ, նաև մեծ հետ զրույցում փաստաբաններ արտահայտեցին այն միտքը, որ պայմանավորված է նաև 3-4 օր առաջ տեղի ունեցած մեծ հանրահավաքով, հանրահավաքի բազմամարդ լինելով որոշակի վախեր մեր իշխանություններից եւս փաստորեն կիսում եք այս միտքը։ Այո, ես կիսում եմ այդ միտքը, գիտեք, արդյոք հնարավոր է, հա, ընտրություններով իշխանափոխություն, ես մի քիչ վերապահումով եմ նայում, սա հնարավոր կլինի այն դեպքում, երբ որ մոտավորապես 80%-ից ավելին գնա ընտրության եւ կատարեն ընտրությունը, միգուցե ինչ-որ ձևով նաեւ հնարավոր լինի։ Այո, հանրահավաքը շատ այսպես հուշկու էր, պարզ էր, որ որքան էլ մեր ժողովրդի մասին ասում են, հիասթափված են, չեն պայքարում, դա արդեն տեսաներ, որ սա որ երրորդ անգամ, այնին ժողովուրդը, որը հիասթափված էր, բայց դարձյալ եկան եւ բողոքի ձայնը բարձրացրին։ Այստեղ նայեք, իհարկե Սամվել Կարապետյանի գործոնը շատ ուժեղ է դրա մասին ոչ մի խոսք։ Մենք տեսնում ենք, որ ոչ մի պաշտոն չզբաղեցնելով այդ մարդը ինչքան բարեգործություններ է, էլի, անընդհատ արել նույնիսկ դրա մասին չհիշատակելով, չնշելով, ինչը միգուցե այս ժամանակակից աշխարհում, չգիտեմ, էլի, երևի թե այդպես չի ընկալվում, այլ դա պետք է երևի PR անել, որ մարդիկ տեսնեն, հա, համեստությունը ցավոք չի գնահատվում, ասենք սա այն դեպքն է, որ այդ մարդը էլի ամեն դեպքում է, այդ մարդը մեր երկրի, մեր պետականության կողքը լինելու։ Տիկին Միրզյան, տեսեք, դուք ձեր խոսքում ասացիք, որ ընտրություններով որևէ հնարավորություն ունենալու շանսը դա բարձր մասնակցությունն է։ Այս օրերին գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը խոսում են այդ մասին, որ բարձր մասնակցությունը կարևոր է։ Դուք տեսնում եք քայլեր ընդդիմադիր ուժերի կողմից այդ ուղղությամբ արվող։ Տեսնում եմ, բայց պետք է քայլերը շատ ավելի հստակ լինեն, պետք է միասնական լինեն եւ ավելի ճիշտ է մի քանի հզոր, ասենք, խոշոր ուժեր ձևավորվեն, որպեսզի գոնե հաղթահարեն անցումային շեմը կարողանան հաղթահարել եւ ընդդիմադիր ձայները չփոշիանան։ Մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը մեր մոտ շատ այսպես բազմազան է եւ գոնե նույն համանման ընտրազանգված ունեցող ընդդիմությունը պետք է միավորվի։ Մենք հիմա տեսնում ենք տարբեր ուժեր կան, որ ես շատ կցանկանամ իրենք 3-ն էլ 4-ն էլ լինեն ազգային ժողովում եւ իհարկե մեկը Ուժեղ Հայաստանն է։ Պարզապես պետք է մի քիչ իրենց ամբիցիաները մի կողմ դնեն եւ նույն ընտրազանգված ունեցողները գոնե միավորվեն, որպեսզի մենք ունենանք այն ազգային ժողովը, որը տեր կկանգնի մեր պետականությանը, մեր անկախությանը, ինքնիշխանությանը եւ իսկապես կդառնանք հզոր եւ միջազգային ասպարեզում հարգված
պետություն, որովհետև 20 թվից հետո ինչքան էլ ուզում են խոսեն խաղաղության մասին, որևէ մեկը չի հարգում այսպես կապիտուլացված երկրի քաղաքացուն, որևէ մեկը չի հարգում։ Սա է ճշմարտությունը։ Այդ Տիկին Միրզոյան, ամփոփելու համար, ամփոփելով մեր զրույցը, այսօրվա հետ կապված օրինակ Գոհար Գումաշյանի հետ կապված եւ եւս մի հոգի կարծես կին կար թիմակից վերջվե Սեփեն։ Այս իրանց մասով ինչ եք ակնկալում դուք որպես այս ամբողջ տարիների փորձը տեսած, ունեցած ակտիվիստ նաև ինչ որտեղ քաղաքացի ակտիվ, ինչ եք կարծում համանման այլ դեպքերի պես տնային կալանք ուղարկեն, թե գուցե։ Գիտեք, հիմա ցավալի բան է, բայց գոնե հույս ունեմ, որ տնային կալանքով կսահմանափակվեն, գոնե այն բանի համար երկուսն էլ կին են, հատկապես Գոհարը 2 ամսական երեխա ունի, որը որ կերակրում է, չգիտեմ էլի, չեմ պատկերացնում, ես իմ համար ցավալի է էլի տեսնել, թե մեր, ասենք, պատկան մարմիններ ինչ վերաբերմունք են ցուցաբերում, անգամ հանցանքի դեպքում, էլի, պետք է մի քիչ այդ մարդկայինը պահել, հիմա չի կարելի, նորից եմ ասում, ես չեմ հավատում, որ Գոհարը ինչ-որ մի սխալ բան, ինքը չափից դուրս բարի մարդ է, ես դա կարող եմ հաստատ ասել, հա իհարկե, ես Գոհարին շուտ վանից եմ ճանաչում, ենք միասին աշխատելու տարիներ առաջ հնարավորություն ենք ունեցել, եւ ես Գոհարի մասին իմ պատկերացում որպես շատ բարի, չափից դուրս բարի, դրական անձնավորություն է, որը գիտեք, այդ ինքը շատ այսպես պոտենցիալ ունեցող մարդ է, բայց երբևիցե գործընկերոջը չնախանձող, ես դա կարող եմ ասել Գոհարի մասին, երբ որ մենք նույնիսկ ինչ-որ տեղ միգուցե դիտվեինք որպես մրցակից, հա, այսպես, Գոհարը դարձյալ իրեն այդ բարձր մարդկային ինքը միշտ պահել է, դրա համար ես ուղղակի չեմ պատկերացնում, որ Գոհարը մի հատ ինչ-որ հակաօրինական բան արած է լինի, չեմ հավատում ես դրան։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։